10 օրվա աշխատանքը ես լավ դիտարկել եմ եւ դուք հաստատեն սահուն անցում եք կատարել դեպի պարլամենտական աշխատանքը, այսինքն դա ոնց որ ձեզ համասովորական աշխատանք է դարձել, մինչդեռ դուք ընտրողներին այլ օրակարգով այլ ուսումներ եք տվել, այլ օրակարգով եք եկել խորհրդան, ես հետևում եմ նաեւ սոցիալական ցանցերին, որտեղ դժգոհություններ կան ձեր կողմնակիցների, թե ինչի մասին է խոսքը, ինչ օրակարգով են իվերջո եկել եւ ինչով են հիմա զբաղված։ Որն է ձեր գլոբալ օրակարգը, չէ՞ որ դուք ասում եք, որ իշխանապողություն, վարչապետապողություն։ Հիմա դուք սովորական պարլամենտարի պես եք պարունակել։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց էր եւ կուզեի այդ պահը ներկայացնեմ իմ հայրենակիցներին։ Ընտրություններով ու արտահերթ ընտրություններով անգամ փոփոխությունները պետք է լինեն մեր հայրենակիցների աջակցության արդյունքում։ Մենք աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ 100 հազարավոր մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, ավելի շատ մեր հայրենակիցներ իրենց վստահությունը հայտնեն մեզ, եւ այդ փոփոխության արդյունքում այս իշխանությունը գնալու է։ Կա մի ճանապարհ, անգամ արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է որոշում կայացնի։ Մենք ներկայացնում ենք հասարակության կյանքը փոխելու ծրագրեր, ցույց ենք տալի ինչ մոտեցում, ինչ պատասխանատվություն պետք է ունենա ապագա իշխող ուժը եւ մեր ժողովուրդը կընտրի, կհասկանա որակական փոփոխությունը։ Գաղտնի պլանում եք։ Կարծում եմ այդ հարցով կարող եք պարոն Կարապետյանին։ Շնորհակալ եմ։ Աշիկների մասով մի հետևյալ նրբության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որ մեր ընկալումն այն